Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում «Իմ տունը քո տունն է» հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Իմ այսօրվա հյուրը Արցախցի Օքսաննա Դանիելյանն է։ Ողջույն Օքսաննա։ Ողջույն Արմինե ջան, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ չհրաժարվեցիր խոսելու այն պատմությունների մասին, ինչի ականատեսը եղել եք դուք եւ ինչ ապրումներ որ ունեցել եք։ Ընդհանրապես իմ հյուրերը 2020 թվական եւ դրանից հետո եղած պատմություններն են պատմում եւ դու բացառություն չես լինի Օքսաննա ջան, գիտեմ որ ծնվել ես Ստեփանակերտում, մեծացել ես Ստեփանակերտում, բայց գանք 2020 թվական 2020 թվականի սեպտեմբերի 27-ին օրը Կիրակի էր, շատ լավ հիշում եմ այսօրվա պես, ամեն շաբաթ Կիրակի գնում էինք հայրական տունը մեր, գնում էինք մամայից տեսնելու եւ այդ օրը բացառություն չեղավ, դե իրենք էլ են Ստեփանակերտում ապրում, բայց ամուսինս լինելով զինվորական սպա, դեռևս սեպտեմբերի արդեն 24-ին կար արդեն անհանգստություն, որովհետև դիրքերում կար կուտակումներ եւ սեպտեմբերի հենց 25-ին արագ եկավ տուն եւ ասաց, որ դիրքերում այսքանի օրը ինչ որ բան այն չի լինելու։ Պետք է ամեն ինչի սպասենք, որովհետև արդեն զգացվում էր եւ դա կլինի ինձ թվում է լայնամասշտաբ։ Այդպես էլ եղավ սեպտեմբերի 26-ին արդեն ինչ որ բան անհանգիստ էր քաղաքում, զգացվում էր, բայց որ այդպիսի մեծ լայնամասշտաբ, հա, զգում էինք, բայց մտածում էինք, բայց որ ասма վստահ չէինք, էլի, որ այսպիսի լայնամասշտաբ պատերազմ կլինի, առավոտ շուտ ու պայթյուն եմ լսում, վարակույրը քաշում եմ, տեսնում եմ քաղաքը շրջապատված, ամբողջը ծխի մեջ կորած արդեն, որտեղ պատերազմ է սկսվել։ Արագ հեռախոսս եմ գտնում, որ զանգարեմ ամուսնուս, տեսնեմ որտեղ է, ինչ է եւ այլն, ես ինչ պիտի անեմ, ինքը արդեն անհասանելի է։ Դե չենք սպասում, արագ հավաքվում ենք, մամաս, քուրս, աղբերս, բոլորով սենց հավաքվում ենք, իջնում ենք նկուղներ։ Գնում ենք քրոջս տուն նկուղը։ Այդտեղ սպասում ենք, տեսնենք վերջի ինչ է լինում։ Դե այդպես շարունակվում է պատերազմը, չի դադարում եւ մենք արդեն միացնում ենք, մտնում ենք Facebook, սոցիալական կայքեր եւ այլն, հեռուստատեսությունից, ռադիոյից մենք արդեն տեղեկանում ենք, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսվել ամբողջ Արցախի, այսպես հահմանով երկայնքով մեկ։ Եվ այդպես մենք բոլորս նկուղներում սպասում ենք յուրաքանչյուրս տեսնենք հետոն ինչ կլինի, իսկ ինչ կլինի հետոն եղավ շատ դաժան, ինչպես գիտենք արդեն։ Եվ սկսվեց արդեն կամաց տեղահանում, տարհանում, կանայք եւ երեխաներ սկսեցին տեղահանվել։ Մի կերպ կապ եմ հաստատում արդեն սեպտեմբերի 28-ին, մի կերպ երեկոյան կապ եմ հաստատում, ամուսնուս ասում եմ, որ գիտես, կամաց մարդիկ տեղահանվում են, կանայք եւ երեխաներ, ես ինչ պիտի անեմ, ասում եմ ոչ մի բան էլ մի արա, ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ նորմալ է։ Եվ ես ամենից վերջին եմ դուրս գալիս քաղաքից իմ երեխաների հետ։ Որ օրներ դա, որ արդեն Ստեփանակերտից ընտանիքով դուրս եկաք։ Ստեփանակերտից ես ընտանիքով դուրս եկա, եթե չեմ սխալվում, հոկտեմբերի 3-ին արդեն պատերազմը շատ էր արդեն թեժացել։ Քաղաքում գրեթե նկուղներում երեխաներ չկային, կանայք էին մենակ, տարիքով կանայք մեր մամաներն էին մնացել, իսկ իմ հասակակիցները արդեն դուրս են եկել եւ ես էլ հենց այդ օրը որոշեցի մեր հարևանի տղայի հետ միասին ինքը ինձ օգնեց, որպեսզի դուրս գամ։ Նախ ասեմ ինքը շատ զարմացա, որ ես դեռ քաղաքում եմ, ասեց դու մինչև հիմա ինչ ես անում, այդ իրականչափահաս երեխաների հետ, ասեցի դե ինչ պիտի անեմ, բա վերջը բոլորը մնում են, ես էլ պետք է մնամ որպես հայկի։ Եվ այսպես ես էլ տեղահանվեցի, սկզբից ինձ Սիսիանում դիմավորեց իմ ընկերուհին, մոտ ընկերուհիներիցս մեկը, մի 10 օր այդտեղ մնալուց հետո տեղափոխվեցի, գնացի քրոջս տուն մեծամոր, 44 օր պատերազմը տևեց, բայց իմ ամուսինը եկավ մեր հետևից 65 օր անց, ես իրան այդ օրը հենց տեսա եւ ինձ համոզեց, որ արիք հետ գնանք, բոլորը գնում են, մենք էլ պետք է գնանք մեր Արցախը շենացնենք։
Այսպես հավատալով, հույսով, վստահ լինելով, որ ամեն ինչ լավ է լինելու, բոլորս հետ են գնում քաղաք։ Օքսանա, ասում ես հավատալով, որ ամեն ինչ լավ է լինելու, հույսը ինչի վրա էր, այնտեղ ռուս խաղաղապահներն էին, թե որն էր հույսը եւ վստահությունը, որ ամեն բան լավ կլինի Ադրբեջանի կողմից, էլի ինչ որ թեկուս մի քանի ժամ կամ մի քանի օր էլի ագրեսիա չի լինի, չէ որ դու երեխաներիդ հետ եւ ոչ միայն դու, շատ ընտանիքներ վերադարձան Արցախ։ Այո, հույսը հենց այդ էր, որ կան ռուս խաղաղապահներ, ինչու՞ չէ նաև, չնայած Շուշին ընկել էր, Հադրութը չկար, արդեն մերը չէր, բայց եւ այնպես այդ փոքր հույսով հետ գնացինք, հենց այդ նպատակով, որ ռուս խաղաղապահներ կան այնտեղ, կարևորը մենք ադրբեջանցիների հետ չապրենք, կարևորը մենք մեր հայրենիքում ապրենք։ Հենց այդ հողը, հենց այդ տունը, այն որ այդ ամիսների ընթացքում ահա որ կարոտ կար հայրենիքը, այդ կարոտը ստիպեց, որ հետ գնանք նորից մենք մեր առօրյա կյանքով ապրենք, ու այդպես էլ եղավ, հետ գնացինք մենք մեր առօրյա կյանքով սկսեցինք ապրել, աշխատանք, տուն, երեխաների դաստիարակություն եւ այլն, մինչ այն ժամանակ, այսինքն այսպես ասեմ, երբ արդեն կամաց-կամաց էր, որ ադրբեջանցիները կամաց-կամաց փորձում են առաջ գալ, մի օր այս մի բարձունքն են վերցնում, մի օր այսպես, մի օր արդեն դիրքերում կրակոցներ, զոհեր, անընդհատ ու այդ գնալով շատանում էր, արդեն զգացում էր, որ ինչ որ բան այն չի լինելու։ Այսինքն ապահովություն չկար, որ թեկուզ ռուս խաղաղապահները այնտեղ են, բայց ապահով չէիք։ Այո, շատ քիչ ժամանակ ենք մեզ ապահով զգում, դրանից հետո չէ, ապահովություն արդեն չէինք զգում, ինչ որ բան այն չէր, արդեն զգացվում էր դա, այն որ հոտը արդեն գալիս էր։ Եվ արդեն տեսնելով, որ իրենք չեն կարող մեզ կոտրել, բլոկադա է ստեղծվում, ինչպես գիտեք, Շուշիի կարևորագույն ճանապարհն են փակում, իբրև ակտիվիստներ են, ադրբեջանցիներ, ինչպես արդեն բոլորդ գիտեք, եւ 9 ամիս բլոկադայի մեջ մեզ պահում են արցախցիներից, բայց մենք նորից չենք կոտրվում։ Ամենադժվար, ամենածանր օրերին մեկս մյուսին օգնության ենք հասնում, բոլորս մեկս մյուսին օգնում ենք, ով ինչով կարողանում է։ Այդ 9 ամիսները մեր համար, թեկուզ հիմա հիշում ենք, որ այս հիմա ուրիշ ձև ենք հիշում, էլի երանելիությամբ ենք հիշում, երանի ենք տալիս այդ օրերին, այսօր դժվար էր, ծանր էր, երբ հացամանը բացում ես ու մեջը հաց չկա, պետք է գնաս հերթ կանգնես, որ քո երեխային այդ օրը հացով ապահովես։ Օքսանա, երբ սկսվեց շրջափակումը, արդեն ձմեռ էր, դեկտեմբերի 12-ից սկսեց եւ դիմացը ձմեռ էր։ Ոնց էի կարողանում ձմռան այդ ցրտին ամռան էլի մարդը մի կերպ կարողանում է, հաշվի առնելով, որ Արցախում անտառները շատ են, հետո մարդիկ արդեն կարող են իրենց այգիներում ինչ-որ բան ցանել, աճացնել։ Այսպես ասեմ, այո, ճիշտ եք, ձմեռ էր դեմը եւ բլոկադա, բոլորը մեր արցախցիները իրենց ընտանիքներ ունեին, պահուստայիններ էին պահում, այսպես ասեմ, Կարմիր խաչն էր մեզ օգնում, Կարմիր խաչի միջոցով էին սնունդ բերում, ռուսների միջոցով էին սնունդ մատակարարում քաղաքին, բայց մի կերպ, այն որ ասում արդեն տնտեսում ենք ամեն ինչ, խնայում ենք, որպեսզի կարողանանք այս ձմեռը մի կերպ հանենք, տեսնենք հետո ինչ է էլի գալիս, որտեվ հետո կգա գարուն, գարնանը արդեն կմշակենք, հողը կմշակենք, բերք կմշակենք կամ կգնանք գյուղերում կապրենք։ Մի խոսքով, մեզանից յուրաքանչյուրը ամեն կերպ պայքարում էր, որպեսզի չընկճվի, որպեսզի ապրի Արցախում, մեզ ոչ մի բան չէր կոտրում, փոքրից սկսած, միջև մեծ, այն որ ասում է պայքարում ենք, միայն թե մենք ապրենք մեր Արցախում։ Բայց պատկերացնում եք, որ բլոկադան այդքան երկար կտևի։ Ընդհանրապես չենք պատկերացնում, որ բլոկադան այդքան երկար կտևի, դե պետության կողմից էլ օգնություն էր գալիս, պետությունն էլ ուներ ինչ որտեղ պահուստային ուներ, պահում էր, այդպես էլի օգնում էր ժողովրդին, ինչով կարողանում են, գնում ենք հերթեր էինք կանգնում, ասենք հացի հերթ էինք կանգնում, բրինձի հերթ էինք կանգնում, կարտոֆիլի, տալոներ էին, այն վաղտ սկսեցին տալոներ արտադրել ու տալոնի միջոցով ամեն մեկս յուրաքանչյուր ընտանիք գնում էր ստանում էր այդ տալոները, յուրաքանչյուր
ընտանիքի տրվում էր իրեն ընտանիքին համապատասխան տալոն։ Օրինակ, եթե իմ ընտանիքում 5 հոգի էին, 5 կարտոֆիլի տալոն, ու այդ մի ամսվա բաժին, էլի, այսինքն 1 կիլոգրամ ամեն մեկի մեջ, այսինքն 5 կիլոգրամ կարտոֆիլ մի ամբողջ ամսվա համար։ Չէր լինում, որ դուք ասեիք, դե հոգնել ենք, ինչու ենք մենք այս բախտին արժանացել, վեր կենանք, գնանք, հերիք չի, որ մենք այսքան տանջվենք, ի վերջո 44 օրյա, հիմա էլ մի 2 տարի շունչ առանք ու հիմա նորից բլոկադա։ Այդ սկզբի շրջանում չէ, բայց արդեն երբ արդեն ամառ եկավ, արդեն իրոք ամեն ինչ վերջացել էր, մարդկանց վիճակը ծանրանում էր, շատ էր ծանրանում, արդեն սկսվեց այստեղ որոշ խավերի մարդկանց կողմից սկսվեցին բողոքներ Facebook սոցիալական հարթակներում, ինչ ենք այսպես նստում, եկեք դուրս գանք, եկեք պայքարենք եւ այլն, բայց ես ասեմ դա շատ քիչ մասսա էր կազմում, բոլորս միևնույն է ուզում էինք մնայինք այդտեղ։ Ասեմ, մենք մեր մասին չենք մտածում, այլ մեր երեխաների առողջության մասին, որտեղ լրիվությամբ խանութները դատարկված էր, քաղցրեղեն չկար։ Ես հիշում եմ, երբ մի հատ ծանոթ մի կին գտա, ինքը այրապորտում էր աշխատում ռուսների, ես այդ օրը երբեք չեմ մոռանա, պատահական եմ ծանոթվել հետը, ու այդ կնոջը խնդրեցի, որ մի փոքր շոկոլադ բերի, ինքը Alpen Gold վերցրեց ռուսների այն խանութից այրապորտի ու բերեց տվեց ինձ, եւ այդ շոկոլադը ինքը 3 սենց մասերով էր, սարցարանի մեջ էի դնում, եւ սարցարանից ամեն օր հանում, քանի որ ունեմ 3 բալիկ, հանում եւ ամենքի մեկական կտոր տալիս, միջի մի շաբաթ, մի 2 շաբաթ կամ օրու մեջ, որպեսզի երեխեքի քաղցրը չպակասի, ու ոչ միայն ես, բոլորս այսպես էինք անում։ Իսկ երեխաները չէին տրտնջում, մեծահասակները տեսել էին 92-93 թվական, անցել էին դժվարություններով, իսկ երեխաները ինչ էին ասում, տրտունջ չկար երեխաների մոտ։ Տրտունջ կար, իհարկե, ոնց կարա չլինի, հատկապես տան փոքր երեխաների վերաբերվում խոսքս, անձամբ իմ ընտանիքի մասին կասեմ, իմ տան փոքր տղան անդադ ասում է, մամ քաղցր եմ ուզում, մամ բանան եմ ուզում, մամ այս ինչն եմ ուզում, մամ այն եմ ուզում, բայց տան մեծերը մի կերպ դիմանում էին, իհարկե ուզում էին, երբ որ համացանցից լսում էինք հետևյալ արտահայտությունները, որ մենք ոնց ենք արել 90-ականներին, թող հիմա էլ այդպես անեն, ես գիտեք ինչ էի պատասխանում, 90-ականներին բանան չկար, 90-ականներին սնունդը այս ձևի չէր, 90-ականներին այսքան ուտելիքի տեսականի չկար, հիմա երեխաները, որ կերել են այդ ամեն ինչից, օգտվում են, դրա համար արդեն իրանք ուզում են։ Լավ, սոցիալական իրավիճակը սարսափելի էր անխոսք, իսկ ոգեղենությունը կար թե ոչ, ի վերջո եթե անգամ այստեղից այնտեղից հայթայթվում էր սնունդը, ամենակարևորը հոգեկան վիճակն էր արցախցիների։ Հիշում ենք 90-ականներին, երբ մենք փոքր էինք այդ ժամանակ, հիշում էին, թե ոնց էին մեր մամաները գնում բանջարանոցները մշակում, որպեսզի մեր համար սնունդ հայթայթեն, այդպես պատկերացնում ենք, որ ոչինչ, մի փոքր հողակտոր էլ մենք կվերցնենք ու այսպես կմշակենք, մեր բարբառով ասած ուրիր ուտելիք չընկլի իլել, կարևորը մեզ համար սնունդը չէր, այլ կարևորը այն էր, որ մեր երեխաները կարողանանք ապահով խաղաղ ապրենք, մենակ ապրենք, ամեն ինչ պատկերացնում ենք, բայց երբեք չենք պատկերացրել, որ մի օր կկորցնենք Արցախը, ամեն ինչ մեր գլխով անցնում էր, կարող է հնարավոր է մեզ ցեղասպանեն, հնարավոր է եւս մի հատ լայնամասշտաբ պատերազմ, որտեղ 9 ամսից հետո արդեն դրա հոտն էլ էր գալիս, հնարավոր ամեն ինչ, բայց որ Արցախը այսպես Արցախում չլինենք, Արցախը մեզ բռնի տեղահանեն, դա չենք պատկերացնում, երբեք չենք պատկերացրել։ Իսկ կպատմես 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, ինչպես սկսվեց։ Ամենացավոտ օրներ ինձ համար, սեպտեմբերի 19-ը, նորից զանգ է գալիս, որ հնարավոր է լայնամասշտաբ պատերազմ, որովհետև հարավային մասում արդեն սկսվել է պատերազմ, եւ այդ օրը երեխաներին ես աշխատանքի էի,
Երեխաները բոլորը դպրոցում են, ինչպես գիտեք, աշխատանքային օր էր եւ դպրոցում են, մանկապարտեզներում են, բայց իմ աշխատանքը արդեն վերջացել էր, ես պետք է իմ երեխային վերցնեի։ Երբ հասնում եմ դպրոց, իմ Դանիելի ձեռքից բռնում, որ հանեմ դպրոցից, այդ պահին սկսում է պատերազմը։ Հիմա մի աղջիկս այդ դպրոցում է, մի աղջիկս այլ դպրոցում, իսկ մենք այդտեղ կանգնած։ Իրան արագ բերում եմ նկուղ, թաքցում եմ նկուղում, որպեսզի գնամ մի աղջիկաս հետևից, հետո փոքր աղջիկս գալիս է ինքնուրույն լացելով, մտնում է թե ինչ վիճակ է նկուղում, դա բոլորը կփաստեն, բոլորը լացում են, որովհետև ոչ մեկ իր երեխայի տեղը չգիտի, թե ով որտեղ է։ Եվ մնում է այն մի մեծ աղջիկս, իսկ դե մեքենա չկար, ինչպես գիտեք, բենզին չկար, ոչ մի բան չկար, 9 ամիս են, որ ասма լրիվությամբ սպառվել էր ամեն ինչ։ Ես պետք է գնամ հասնեմ իմ մեծ աղջկաս հետևից, որպես իրան վերցնեմ։ Երկուսին թողում եմ նկուղում եւ ես առանց նայելու, թե դրսում ինչ է կատարվում, որովհետեւ քաղաքին էին ուժեղ հարվածներ տալիս արդեն, արեշ թղամասին էին խփում եւ ես դուրս եմ գալիս վազքով մի ընկերուհու հետ, դուրս եմ գալիս վազքով գնում, որպեսզի բերեմ մեծ աղջկան։ Այդ կադրերն էլ կային Facebook-յան էջում, ես նկարել եմ ինչի համար, որ եթե հանկարծ տեղ չհասնեմ, ապա գոնե իմ հեռախոսի մեջ տեսնեն իմ վերջին կադրերը, այսպես հենց դրա համար։ Ու գնում եմ վերցնում եմ իմ աղջկան, բերում նկուղ, էլի ինչպես միշտ բոլորն անհասանելի են, կիսուրս, կեսրարս, մամաս, պապաս, քուրս, քրոջս երեխեքը, բոլորը անհասանելի են, ոչ մեկի տեղը ոչ ոք չգիտեր։ Բայց մի հատ մեծ ուրախություն եմ ապրում, երբ 3 երեխաներից արդեն կարողանում եմ նկուղում տեղավորել, դա իմ կյանքի, եթե հիմա էլ հարցնեմ, որն էր քո կյանքի երջանիկ օրը, ես կասեմ սեպտեմբերի 19-ը, երբ պատերազմի ժամանակ իմ 3 երեխաները իմ մոտ էին, որովհետև դա բացառություն էր։ Եվ ես շատ ուրախ էի, դա իմ երջանիկ օրն էր, որ եթե մեռնելու լիներ, ապա պետք է 3-ս միասին կմեռնենք։ Երբ իմացար, որ արդեն պետք է տեղահանվել ու որն էր քո առաջին ռեակցիան, երբ գիտես, որ քո հողը, քո հայրենիքը, քո տունը, քո բնորանը, քո արմատներդ որտեղ կան պետքա դա թողնես ու ստիպված լինես հեռանալ։ Երբ կանգնեցվեց պատերազմը, ժամը մոտավոր 1-ի կողմերը այդ ժամերին, երբ որ պատերազմը կանգնեցվեց, մենք սպասում ենք տեսենք հետո ինչ պետք է ասեն, ինչ պետք է կամ դա պետք է լսենք Facebook սոցիալական հարթակից կամ հեռուստատեսությունից, ինչ են ասում մեր իշխանությունները, ինչ է լինելու, որովհետև այդ ժամանակ անգամ լույս էլ չունեինք եւ անհամբեր սպասում ենք եւ SMS է գալիս մեր հեռախոսներին, որ խոճապի չմատնվեք, ոչ մի բան չի լինի, ամեն ինչ լավ է լինելու, բայց երբ անգամ եթե տեղահանվենք, այնց կկազմակերպենք, որ ամեն ինչ լավ կլինի։ Այդ ժամանակ շրջաներից եկած մեր հայրենակիցները, դե բոլոր շրջանները արդեն շրջափակման մեջ էին, գիտեք, իսկ ովքեր որ հասցրել են գան, իջան ռուսների մոտ այրապորտ, Ստեփանակերտցիներն էլ մնացին իրենց տաներում, բոլորի տանը բարեկամներ կային, ընկերներ կային, տարբեր շրջաներից եկած, գյուղարանքներից եկած, իսկ մեծամասնությունը շրջափակման մեջ։ Մարտունին, Մարտակերտը, գրեթե բոլոր շրջանները շրջափակման մեջ։ Արդեն մենք զգում էինք, որ սա վերջն է։ Եթե ասենք ադրբեջանցիները պետք է իրենց զորքը հետ տան, դա չի լինի։ Արդեն ամսի 24-ից սեպտեմբերի մարդկանց մի հոսք տեղահանվում է, իրենց ավտոներով դուրս են գալիս, իմ ընկերների մեջ կային, որ գնացին, ու այնտեղից SMS են գրում, որ հակարի կամրջում ադրբեջանցիները մեզ ոչ մի բան չեն արել, մենք կարողացել ենք ապահով դուրս գանք։ Ու այսպես բոլորն արդեն նախընտրեցին տեղահանվել բռնի, այն որ ասում է գնալ, որովհետև մենք գտնվում ենք շրջափակման մեջ։ Եթե մենք մնայինք, ապա մեզ առնվազն ցեղասպանություն էր մեզ սպասվում, բլոկադա, ուտելիք չկար, սնունդ չկար եւ մենք շրջապատված էինք ադրբեջանցիներով։ Ինչ է մնում անել հայ կնոջը։ Ինչ է մնում անել ինձ, անձամբ ինձ, ինչ անեմ ես։ Իմ երեխաներին թողնեմ ադրբեջանցիների հետ ապրեն, իսկ որքանով եմ ես համոզված, որ
իմ երեխան իրենց հետ ունի ապագա կամ ես ունեմ ապագա, իհարկե չունեմ։ Եթե մենք մնայինք այնտեղ, ապա մեզ կամ կցեղասպանեին, կամ մենք պետք է Ադրբեջանին ենթակա դառնայինք ստրուկ։ Իսկ դա արցախցին երբեք չի անի։ Որ օրը դուրս եկաք Ստեփանակերտից։ Մենք սեպտեմբերի 25-ին ժամը 1-ի մոտ կողմերը դուրս եկանք, ես հիշում եմ, որ գնացի իմ հայրական տուն, որպեսզի մի վերջին անգամ տեսնեմ, բայց չկարողացա բարձրանալ, որովհետև պապաս դրսում էր, շենքի հայաթը նստած էր, ասեց Աքսան ջան, բարձրաց, քուրիկդ վերջին անգամ տունը նկարում է, ասեցի պապ չեմ կարող, ասեց կփոշմանես, ասեցի հասկանում ես չեմ կարող ու իրոք չկարողացա։ Հանում եմ հեռախոսս ու նկարում, իմ մանկության թաղամասն եմ նկարում, որտեղ իմ ամենաերջանիկ և ուրախ օրերն եմ ապրել։ Հետո գալիս եմ իմ տուն, որտեղ որ ես էի ապրում։ Այդտեղ էլ չհամարձակվեցի նկարել, աղջիկս նկարեց։ Հետո ասեցի ինձ ուղարկի, ասեց չեմ ուղարկի, երբ տուն ունենանք, այն ժամանակ ուղարկեմ։ Այդպես հավաքում ենք շորերը, չգիտենք որը վերցնենք, որը չվերցնենք, որովհետև տուն էինք դրել, ամեն ինչ ունեինք։ Հիմա չգիտենք ինչ անենք։ Մի մեքենա է, մեծ մեքենա է, բայց ինչ վերցնենք։ 8 հոգի ենք մի մեքենայի մեջ։ Կիսուրս տալիս երեխեն, իմ 3 երեխեքը ես։ Ոտքս նոր էի վիրահատել, տղաս այդ ամբողջ ճանապարհին 2 օր այդ ոտքիս վրա էր նստած եղել, ամիսներ շարունակ այդ ոտքս չէի զգում, որովհետև հնարավոր չէր, նոր վիրահատված։ Երեխաների շորերը ծալեցի, դասավորեցի դարակների մեջ սիրուն, լացելով, հետո հարևանուհիս եկավ Ալվարդը մի հրաշք անձնավորություն, իրար գրկեցինք երկար, լացեցինք, սկսեցինք հեռուները նայել, սկսեցինք մեր անցած ճանապարհից խոսել, ինչ լավ ու հետաքրքիր օրեր ենք ունեցել իրար հետ և ուրախ պահեր, ասում ենք, ասում եմ, Աքսան, հվատումս, էլ տեսնելով չենք, մեր ես ամեն ինչ է ասում, հա, հվատումս, ասում չէ հվատում չում, մի օր ետ կելուվ ենք, ասում հա, ինքը ինձ էր հույս տալիս ես իրան, մեկ էլ նույց ես եմ ասում, Ալվարդ, ասում, ունք էլ կելուվ չենք, ասում, չէ, նորս դու ասա, ունք մի օր ետ կելուվ ենք, անգամ վերջին անգամ պատուհանիս էլ չեմ նայում, որովհետև չեմ նայում, ես ոչ մի բանի չեմ նայում, այդպես ուզում եմ դուրս գալ, ոչ մի հիշողություն չունենալ, ու այդպես տեղահանվում ենք։ Հաշվի առնելով քո ամուսինը ասացիր, որ զինվորական է եղել, խնդիր չեղավ Հակարիի կամրջում։ Ամենից շատը հենց իր մասին ենք մենք մտածում, որ ինչ-որ բան չանեն Հակարի կամրջին, բայց գրեթե առանց խոչընդոտի կարողացանք հաղթահարել այդ անցակետը, այդ սարսափելի անցակետը, որովհետև իրենք զինված են, իսկ մենք անզեն։ Եվ այսպես հասանք Գորիս, հետո հասանք Երևան, այդպես սկսեցինք տեղավորվել։ Արցախցիներից յուրաքանչյուրն է անցել այս դաժան ճանապարհը, բայց ում հետ խոսում ես, բոլորը նորից ասում են, որ մենք ուզում ենք հետ գնալ, մենք ուզում ենք գնալ մեր տունը, մենք ուզում ենք գնալ մեր շենը, մեր քաղաքը, դու էլ ես այդպես մտածում։ Այո, ինչպես կարող եմ չմտածել, դա իմ երազանքն է, իմ երազանքի անունը Արցախ է, իմ կարոտի անունը Արցախ է, մարմնիս ամբողջ բջիջներով եմ զգում և մարմնիս ամբողջ բջիջներով եմ կարոտում ես իմ հողը, իմ տունը, չնայած այսքան արհավիրքներից հետո, այս դժոխային ճանապարհից հետո, որ ասում եմ ինչ աչքս բացել եմ, պատերազմ եմ տեսնում, դեռևս 90-ականներից սկսած, բայց եւ այնպես կարոտում եմ, անհամբեր սպասում եմ այդ օրվան,
որ մի օր կգնամ իմ տուն, կմտնեմ իմ երկիր, կմտնեմ իմ ծննդավայր, Հայաստանն էլ է իմ երկիրը, Հայաստանն էլ է իմ հայրենիքը, բայց Արցախն իմ ծննդավայրն է, իմ արմատներն են տեղ են թաղված, մեր տատիկների, պապիկների գերեզմաներն են տեղ են, անհամբեր սպասում եմ, վստահ եմ, որ մի օր հրաշք կգործվի, ինչպես որ չենք սպասում, որ մի օր պետք է բռնի տեղահանվենք, վստահ եմ, որ մի օր չենք սպասի, բայց մի օր մի հատ հրաշք կլինի ու մենք կգնանք մեր քաղաքը, մեր Արցախ աշխարհը։